Ես առաջարկում եմ շարունակել մեր հետևորդների on-line հարցերը, որովհետև կարծում եմ դա մենք ազգային ժողովում ենք եւ ժողովրդի ձայնը կարելի է on-line ռեժիմով հնչեցնել, որովհետև քաղաքացին խնդրում է իր հարցը եւս հնչեցնել։ Աննա Գզիրյանն է հարցնում. Քաղաքացին քրոնիկ հիվանդ է, օրինակ 10 տարի առաջ վիրահատվել է X բուժ հաստատությունում եւ արդեն 10 տարի տվյալ բուժ հաստատության բժիշկն է վարում քաղաքացու հիվանդության ընթացքը։ Նա այժմ առողջության ապահովագրության շահառու է։ Ցանկանում եմ ճշտել, հերթական ստուգման համար կարող է գնալ իր բժշկի մոտ եւ հետազոտության ծախսերը փակել ապահովագրությամբ, թե պարտադիր պետք է գնա պոլիկլինիկա։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ պոլիկլինիկայի դեպքում կուղղորդեն տեղի բժշկի մոտ, սակայն արդյոք հնարավորություն կա, որ քաղաքացին շարունակի այցելել իր այն բժշկին, որն արդեն 10 տարի վարում է իր հիվանդության ընթացքը։ Տեսեք, ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, հետո գնալ նեղ մասնագետի մոտ։ Այստեղ էլ ուզում եմ, այստեղ էլ շատ մարդիկ էս շփոթել էին, որ ամեն անգամ մարդը ունի քրոնիկ վիճակ, արդյոք պիտի գնա ընտանեկան բժշկի մոտ, թերապևտի մոտ, հետո նոր գնա սրտաբանի մոտ, եթե ախտորոշումը դրված է եւ նա ունի այդ քրոնիկ վիճակը, նրա դիսպանսեր հսկողությունը վարումը նեղ մասնագետի կողմից իրականացնում է ուղիղ նեղ մասնագետը, բայց ախտորոշման համար այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ Այստեղ իհարկե կախված է, որ նրա այս քաղաքացու բժիշկը պիտի աշխատի այն բժշկական կենտրոնում, որը ունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ եւ դատելով մեր ընդհանուր վիճակագրությունից հիմնական այսպես Հայաստանի Հանրապետության հիմնական բժշկական կենտրոնների 90%-ը համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող կազմակերպություններ։ Այո, եւ մենք կփոխհատուցենք, այստեղ էլ մենք ունենք սահմանաչափեր։ Ամեն նեղ մասնագետի տարեկան 2 խորհրդատվություն է փոխհատուցում ապահովագրական հիմնադրամը։